Արտենի գյուղի մուտքի մոտ լուսաբացին տեղի ունեցած ողբերգական վթարից 1 մարդ զոհվել է, 11-ը հոսպիտալացվել են։ Առավոտյան առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ տուժածներից 5-ի վիճակը ծանր է, վթարից տարբեր կոտրվածքներ ստացած 8 քաղաքացի Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել։ Մեր մոտ բերել են 8 հոգի, բոլորը պոլիտրավմա ախտորոշումով, տարբեր տեսակի ողերի կոտրված, կողերի կոտրված, թոքերի սալջար։ Տուժածներից 2-ին Երևանի հիվանդանոցներ են տեղափոխել օրվա ընթացքում։ Արմավիրի հիվանդանոցում շարունակում է բուժվել 6 քաղաքացի, 3-ի վիճակը ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են։ 4-ից 1-ը տեղափոխվել է արդեն, այդ ծանր 4-ից 1-ը տեղափոխվել է արդեն Երևան, իսկ 3-ը շարունակում են մնալ կայուն ծանր վիճակում, որոշակի միջոցառումներ են արվել, ծանր տրավմաներ են, որոշակի առնվազն ռիսկերով, որոշակի թոքերի վնասումով, որոշակի խնդիրներով, որոնք կարիք ունեն հիմա ռեանիմացիայում գտնվելու։ Աշխատում էր։ Վարդը ավտովթարից շատ բան չգիտի, Զիլը իր որդին Նարեկն է վարելիս եղել։ Հոր հետ գնալիս են եղել իրենց դաշտից խոտ բերելու, երբ առավոտյան բախվել են Ֆորդին։ Լսելով վթարի մասին գնացել է վթարի տեղը, բայց արդեն այնտեղ չեն եղել ամուսինն ու որդին։ Դե որ ասինը դենց ա եղել, ես միանգամից տանից դուրս եկա վազելով, հասանտեղ արդեն ասին, որ վտար ա եղել։ Ինչ որ Ֆորդ եկել ա խփել զլի։ Արտենիում ասում են, որ մահացածը Ֆորդի վարորդն է, Հայլուրի տեղեկություններով Ֆորդի ուղևորներից մեկն է մահացել, ըստ գյուղացիների Շիրակի մարզից բանվոր կանանց է Արմավիրի դաշտեր տեղափոխելիս եղել Ֆորդի վարորդը։ Լսել եմ էլի գյուղացիներից, որ ավտովթար է տեղի ունեցել, հետաքրքրվել եմ, որ ինչ-որ աշխատողներ տանող գրուպ է եղել։ Ուտելիք, կոշիկներ, հողաթափեր ու անձնական այլ իրեր են ընկած ձորի այն հատվածում, որտեղ շուռ է եկել Ֆորդը։ Կադրերում երևում է նաև հոսանքի ջարդված հաստ սյունը։ Եկա տեսա նայում եմ, վիճակադար։ Ինձ հետ նա քաշել են, բերել են, հանել են դուրս։ Դեպքի վայր եկած հետաքրքրասեր գյուղացիներն ասում են, որ այստեղ հաճախ են վտարներ լինում։ Սա հաճախ է անում։ Դե տեսադաշ չկա, վերևից գալիս են։ Էսի որ ուզում ա թեքվի հետևի ավտոն, եթե մի քիչ մարգատ ուշ միացրած եղավ, ինձ էլ ապադա եկան անգամ եկել եմ բանը։ Դե հաճախակի մենակ անզգուշությունից կարա լինի դες բաներ։ Զիլի վարորդն ու ուղևորը Նարեկն ու հայրը դեռ Արտենիի իրենց տուն չեն գնացել։ Նարեկի հարազատները պատմում են, որ տղան նոր էր զորացրվել։ Մանուկյանների տուն գյուղացիներն են գալիս գնում, հարցնում նրանց որպիսությունը, պատմում է Նարեկի տատը։ Եկե գնացել են, հարցրել են ինչա պատա է, այս փորձանքը ինչ եղավ, ափսոս Նարեկը ինչի պիտի այդ փորձանքը գար իր հետ պատահեր, սա ափսոսում են, որ թորնիկիս ու փեսայիս հետ դենց բանա պատահե։ Նարեկը լուրջ վնասվածքներ չունի, նրա տատն ասում է, որ տղային քնչական են հրավիրել հարցաքննության։ Ընդհանրապես, վաբշե ոչ թորնիկիս հետ եմ խոսել, ոչ փեսայիս հետ, ոչ մեկի հետ չեմ խոսացել։ Քնչական կոմիտեում վարույթ կա նախաձեռնված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով։ Ալբերտ Սերոբյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուր։